Գիտես Աստծո թագավորությունը քո մեջ է։ Ասա երկնքի արքայությունը իմ մեջ է։ Կոս հավատաս, որ երկնքի արքայությունը քո մեջ է։ Ես չգիտեմ դու ոնց ես մտածում քո մեջ ինչ է, բայց քո մեջ երկնքի արքայությունն է, այսինքն Սուրբ Հոգի Աստված քո մեջ է։ Եվ դու Հիսուսի անունով իրավունք ունես կանգնել եւ ամեն տեսակի թշնամու բերած քո կյանքում տահաճ իրավիճակները դուրս քշես, չհամակերպես, դրանց մասին մարդկանց հետ չխոսես, դրանք մարդկանց չպատմես, չդարձնես քո կյանքի պատմությունը, քո սեփականությունը, չփոխես քո կյանքդ այլ բաներով, մտածելով, որ դրանք քո կյանքդ կլցնեն ու կիմաստավորեն, քո կյանքդ իմաստավորվել Աստծո թագավորությամբ, քո կյանքի իմաստը Աստծո թագավորությունն է, եւ այդ թագավորությունը քո մեջ է, քո մեջ բնակվում է, եւ դու կարող ես այդ թագավորության իշխանությամբ բարձրացնես քո ձեռքերը, ամեն սատանայի խավարի դիվայի ուժերին ու ասես իմ կյանքից դուրս Հիսուսի անունով եւ հռչակես Տիրոջ փառավոր հաղթանակը։ Բարդ Տիրոջը մենք այսօր ունենք մի հատ sense կարևոր մաս մեր ծառայության մեջ, մենք պիտի աղոթենք բոլոր հիվանդների համար, բոլոր այն ֆիզիկական տկարություն ունեցող մարդկանց, ովքեր որ մեր մեջ չեն, ովքեր որ դարիճում չեն, ովքեր որ չեն կարող այստեղ կան, ովքեր որ հիվանդանոցներում են։ Մենք բժշկության շոու ծրագիր չենք կազմակերպում։ Հիսուսը բժշկության շոու չէր անում, եկեք դահլիճ, որ բժշկվեք։ Մենք ունենք մեր աղոթքների հասցեատերը, մեր աղոթքները դեպի երկինք են բարձրանում։ Եվ մենք ինչ որ աղոթում ենք, Հիսուսի անունով ենք աղոթում։ Այսօր մենք շատերս մեր կյանքից բողոքում ենք, բայց մեր կյանքում մենք ամեն բան ունենք։ Ես չեմ կարծում, որ այսօր ստեղ մեկը կա, որ սոված է կամ ծառավ է կամ չգիտեմ, ինչ որ ֆինանսական լուրջ խնդիրներ ունի։ Եթե նման բաներ ունես, ուրեմն քո կյանքում արած քո սխալ քայլերի պատճառն է դա, բայց ես չեմ կարծում, որ Տիրոջ մեջ ուղիղ քայլող մարդու կյանքում շատ լուրջ, ծայրահեղ ինչ-որ խնդիրներ լինեն, որտեղ Հիսուս Քրիստոսով ամեն հարցի, ամեն խնդրի լուծումը կա։ Բայց այսօր կան երեխաներ, առաջինը երեխաներ, որ այսօր անբուժելի եւ անհույս պառկած են հիվանդանոցներում, արյան փոխներարկման հիվանդանոցներում, տարբեր մանկական, օնկոլոգիական բուժհաստատություններում։ Ես այդպիսի երեխաներից հանդիպել եմ մեկին, երկուսին, որոնք հիմա չկան, որոնց կյանքը ընդհատվեց ընդամենը 11-12 տարեկանում։ Ես իրանց մեջ տեսել եմ մի բան, որ պակասում այն մեջ։ Ես տեսել եմ այդ գոհությունը։ Ես տեսել եմ այդ երեխեքի մեջ, որ այդ երեխեքը րոպեն մեկ ինչ-որ մի բան չեն գտնում, որ զզվելի տրտունջ բարձրացնեն։ Ես մարդը ամեն բանից գոհանա։ Եթե այսօր տունը ջուր ունես, եթե այսօր հագուստ ունես, կերակուր ունես, քնելու տեղ ունես, գիտես ոսկե ձկնիկի են պառավի նման չես։ Երբ որ Տերն ասում է անապատում, ինչից զզվեցի տրտնջացողներից, որոնք ես չեմ կարծում, որ դժգոհ մարդ մի բան փոխվի կյանքում կգոհանա, ես չեմ կարծում։ Դժգոհ մարդը դժգոհ է, հավատա, դժգոհ մարդուն տանես ոսկե պալատ, էլի նորից իր դժգոհությունն է արտահայտելու։ Ես հիշում եմ, որ մենք ապրում էինք ընդամենը մի 18 քառակուսի մետր կիսապատված տան մեջ եւ մի օր իմ հայրս մի բան ասաց իմ մորս, երբ որ մայրս բողոքում էր այդ կյանքի դժվարություններից, թերևս շատ հերոսաբար հաղթահարում էր ամեն օր եւ մենք փոքր էինք, ասես դե սենց ապրել էլ չի լինի,
ասեց նայի երկու հատ թագավոր տղա ունես։ Ես քնած էի գիշերը ժամը 1-ի կողմ էր։ Ես այն ժամանակ չի հասկանում գողությունը ինչ է, բայց հիմա հասկանում եմ այդ մարդը, որ 54 տարեկանում հեռացավ կյանքից, ինչ գողությունն էր իր սրտում։ Եվ դա փոխանցվել է ինձ, այդ մի պահը իր կյանքի հետ դրվագը, մեկ էլ մի բան, որ եթե մարդկանցից ում հանդեպ սխալ ես գործել ներողություն խնդրես կներվես։ Ես չգիտեմ այն ժամանակվա մարդկանց մեջ որտեղից էս արժեքները, բայց ես մի բան գիտեմ, որ երբ որ մարդը ապրում է այս արժեքներով, ոչ թե անասնական բնազդներով, գիրքերով, ցանկություններով ուտելու եւ մնացած բոլոր սեռական այդ կյանքի հաճույքներով, ես մտածում եմ, որ մարդու համար կա ավելի բարձր արժեքներ, դրանք Աստծո թագավորության մեջ ապրելու արժեքներն են, գոհություն, շնորհակալություն եւ ներում։ Գիտես, ես շատ մարդկանց եմ տեսել, որոնց մեջ ներման զգացողություն չկա։ Դա ես չեմ դատում, ես չեմ ասում, որ ներել հեշտ է, բայց ես գիտեմ, որ դա դժոխք է տանում, դա ոչ թե դժոխք է տանում, դա դժոխքից բերում է։ Չներելը դժոխքից բերում է, դու անդադ դժոխքի ազդեցության տակ ես, երբ որ քո մեջ ներում չկա, երբ որ նամանավանդ Աստծո զավակներից մեկին դու անդադար անպատվում ես եւ չարախոսում ես, միշտ դժոխքը քեզ համար բերելու է։ Ես դա չեմ հորինում, ես դա ասում եմ որպես հովիվ, որ իմանաք։ Այսինքն դու կարող դժոխքի դռները բացեք ու դժոխքից հրավիրեք ձեր կյանքում հիվանդություններ, ցավեր, անեծքներ, ավետարանն ասում, ես չեմ ասում։ Եվ Հիսուսի մոտ բերեցին մի շնացող կնոջ։ Գիտեք, մարդ որ սխալ չի արել, իրան ներել պետք չի։ Վարուժը եթե իմ հանդեպ սխալ չի արել, ես վարուժին իրան ինչ ներենք։ Բայց հələ արի այսօր ես վարուժի ոտը տնորեմ, վարուժն էլ իմ։ Դրանք քանի դարկ տևի ներման պրոցեսը։ Երան եթե Քրիստոս եւ Աստծո թագավորությունը քո մեջ այնքան զորավոր ունի, որ դու այդ քո ներսի այդ վիրավորվածությունը կարող ես դնես մի կողմ եւ թողես, որ Տիրոջ օգնությունները կան կյանքի մեջ։ Դռներ բացես, որ Աստծո թագավորությունից կան, ոչ թե դժոխքից, այլ Աստծո թագավորությունից կան օգնություններ։ Հիսուսն այդ հաղթանակը տարավ, ինքը ներեց, ում ներեց։ Ով որ իրան սիրում էր, ով որ իրան չեր ապտակեր, ասում էր ինչ բարի ես, ինչ լավն ես Հիսուս, ով որ թքում էր իր վրա, մեկը թքած կա քո վրա։ Մեկը պատկես է, նստած է սունի ատկա, թքի վրա դու ասի բարև ու գնա։ Ինչ կլի քո ներսը։ Մյուս տերկա չափալախի, մյուս տերկա մի հատ բրիթով երեսիք միացես գից քաշի, մյուս տերկա մի հատ բրուսկով գլխիդ խփի։ Հա ինչ կանես։ Քրիստոնեական բոլոր արժեքները մի կողմ կդնես, ասենք մեկ դել կա ձերի դանակ խփի, նստած ընտեր, ոչ իման չես արել։ Մեկ դել կա մի հատ հայուի, ինչ կանես։ Արդեն ներսդ խառնում ես իրան, չէ։ Արդեն դու զգում ես ինչ ես անում։ Հիսուս գիտես ինչ արեց։ Հիսուս ներեց։ Արքաների արքան, տերերի տերը, թագավորների թագավոր։ Իսկ մարդիկ կա, որ մեր հանդեպ ոչ մի բան չեն արել։ Բայց մենք դժվար ենք կարող ներել, բայց Քրիստոսի մասին ենք խոսում։ Ու գիտես ինչ ենք ասում։ Քրիստոսի մասին խոսում ենք ու մեկին քլգում ենք։ Ես քեզ մի բան ուզում ասեմ։ Աստծո օրհնությունների ամենամեծ բանալին դա ներումն է։ Սա ներում չի նշանակում, որ աշխարհում ով ինչ անի մեր հանդեպ, մենք պետք է սա սիրով տանենք, չէ։ Առաջ քո քույրերին եղբայրին, հետո աշխարհում էլ, եթե ում հետ հնարավորություն ես, հաշտության մեջ ապրես, ապրել հաշտության մեջ։ Ես խոսում եմ Տիրոջ տան մեջ, բայց Հիսուսը մեզ բոլորիս ներեց, ծրի ներեց։ Մենք գալիս ենք Սուրբ Ծննդյան ծառայությունների, որ 4 օր պիտի Քրիստոսի արքայության ավետարան այստեղ խարոզենք ամեն, եւ ես իմ ձեռքում ունեմ հրավիրատոմս, որ կարող ես 10 ինչ-որ մեկին եւ հունվարի 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին այստեղ մենք գնալու ենք մեծ ավետարանչական Սուրբ Ծննդյան ծառայություն, որ
պատրաստվում ենք այսօր բոլորս միասին և բոլորս մասնակցում պիտի ունենանք։ Այսօր կան մարդիկ, ովքեր որ պարկած են հիվանդանոցներում, ես տենց բախտ չեմ ասում, բայց վիճակվեց մի տարի տենց տեսնել այդ հիվանդներին, լինել այդ հիվանդների մեջ, չեմ կարող զգամ, չեմ էլ ուզում զգամ, չեմ էլ ուզում ոչ մեկին մի բան ասեմ, ով ինչի համար, գիտես, մեծախոսությունը շատ վտանգավոր բան է, երբ ինչ-որ մեկը հիվանդացել է, ինչ-որ մեկը անցել է մի հատ դժվարության փորձության մեջ, երբ որ դու պատճառներ ես որոնում քո սրբության մեջից, տեսար, բախի տենց եղավ, բախին ենց եղավ, ես քեզ ասեմ, որ հաջորդը քո հետ է լինելու, անցնելու ես դրանով, զգուշ մնա։ Ինչ-որ մեկը, որ անցնում է ինչ-որ մի հատ դժվարության մեջով, փորձության մեջով, հանկարծ մեծախոսություններ չանես ու չփորձես գտնես այն մեղքերը, այնքան մեղքեր կգան քո կյանքում և կբացեն դռներ, որ խելքդ գլուխդ չի գա, սենց կտրորվես անդադ, դժողքը տենց է, բայց կարող ես ուղղակի աղոթես մի հատ հիվանդի համար, ինչ են արել են երեխեքը, որ այսօր պարկած են և իրանց կյանքը կախված է մի հատ կատետրից, մի հատ շլանգից, որ ամեն օր ներարկում են այդ քիմիական նյութը նրանց մարմնի մեջ, ոչ մեկ չի կարող ասի։ Չես կարող ասես ինչի շատ մեղավոր մարդիկ մինչև 90-100 տարեկան ապրում են առանց մի հիվանդություն, այդ էլ մի դժբախտություն է, հետո գնում են դժոխք։ 100 տարի առողջ ապրում են, գնում են դժոխքում, փտում են, հավերժ։ Ուզում եմ ասեմ, որ ամեն բանի պատասխանը Քրիստոսն է։ Ոչ մի բանի մեջ մեծախոսություն չանես։ Եթե այսօր դու օրհնված ես, եթե այսօր ամեն բանի մեջ հաջողակ ես, այդ տեղից մի դատի ոչ մեկին, չարախոսի ոչ մեկին։ Հակառակը ասա Տեր Աստված անարժանից ինչի՞ս է ծորտեցի ախր։ Այն մի քրոջս է օրհնի, մի եղբորս է օրհնի։ Թող Աստծո սերը հաղթահարի քո կյանքում բոլոր այն բարդույթները, որ մենք ժառանգություն ունենք, մեզ չեն սովորացրել։ Մենք 70-80 տարի ապրել ենք ատելության մեջ, Աստված ատելության մեջ։ Այսօր մարդիկ փողոցում սուրբ ծննդյան մասին լսում են քրիստոնյա երգում, խրտնում են, կներեք այս բառը, խրտնում։ Հրավիրատոմսը տես վրան սուրբ ծնունդ են կարդում, ասում են Եհովայի վկաներն են։ Քրիստոնյա։ Ինքը չգիտի, ինքը մենակ ուտելու մասին է մտածում, ինքը մտածում է ուր դու խոսի բուդը 2000 ճանի։ Որ արախով խմի, հետ այր ամրսում, նոր տարի, ինչ նոր տարի, առանց Քրիստոս։ Ինչ նոր տարի, հա կեր, սալետ ավեցրա, դարի մի տոննա։ Սերնանի վրայի խոչպորի նոման, ինչ դա փոխվելու։ Ոչ մի բան։ Բայց Աստված գիտես կերակուրն է դա տվել, բայց դրա հետ մեկտեղ գոհությունը։ Ամեն։ Աշխարհը չի ընդունում Քրիստոսին, այն չեն կարող ոչ մի բան անել։ Մենք այսօր փողոցով քայլելով ուզում եմ մի հատ սուրբ ծննդյան հետ մի բան գտնեմ։ Մտնում ես խանութ, ուզում ես սուրբ ծննդյան հետ մի բան գտնես, այս նոր տարվա զրկտու փրտերի հետ։ Ծներ պապի, սա սուտ, իր ծներ պապի։ Քանի դար պիտի խաբեք ձեր երեխեքին յանին թե ծներ պապի կա, Սանտա Կլյավուզ կա։ Սանտա Կլյավուզնիկ։ Քանի տարի պիտի խաբեք։ Այդ պղծված կերպարները, արդեն շնության և տարբեր տեսակի պիղծ պերսոնաժները, որ խավը, բայց ով կարա Քրիստոսի անվանը նման բան կպցնի, հը? Ով կարա ասի, որ Քրիստոսի կերպարով մեկը մտել է, չգիտեմ, բան կա թաղարել։ Բայց ձմեր պապի կերպարով այսօր մարդիկ փողոցում մանեն գալի, չես ասկան չէ, ես ասեմ, փնտի, կեղտոտ շորեր հակած արդեն փողոցները մանեն գալի, գոնե մի հատ լվան անցել տարվա ձմեր պապու շորը։
Հիսուսն է մեզ օրդողը, ամեն։ Եվ ես ուզում եմ այդ երեխեքին այսօր, ես չգիտեմ, քանի երեխա է նայում ինձ, քանի հիվանդ կին տղամարդ է նայում ինձ, հիվանդանոցում պարկած, որ այսօր հնարավորություններ չուներ ստեղ գալու, հնարավորություն չունի այսօր շատերի նման սուպերմարկետներից կաշկեքով առևտուր անելու։ Հələ այդ մարդկանց հարցրեք, այդ մարդկանց պետքն է չի։ Այդ մարդիկ հասկանում են ինչ է նշանակում հողես ու հողին ես դառնում, որտեղ իրանք զգում են, որ մոտիկ անում են հողին, բայց մենք ուզում ենք այս տարի Հիսուսի վերքերով բժշկություն հռչակենք այդ հիվանդների կյանքում։ Բոլոր այն հիվանդների, որոնք որ ուռուցքաբանական հիվանդանոցներում, արյան փոխներարկման հիվանդանոցներում, տարբեր օնկոլոգիական հիվանդանոցներում, Միքայելյան բժշկական այդ հաստատությունում, այդ տեղի օնկոլոգիայի բաժնում բարկած են։ Մենք ուզում ենք մեր աղոթքը բաց։ Դուք հավատացեք, հիմա որ եթե ուղիղ եթերով նայում եք, լավ կներ որ նայեք։ Ես Հիսուս ունեմ։ Եվ այստեղ դահլիճում հավաքվածները մենք հավատում ենք Հիսուս Քրիստոսին, այս համար Քրիստոսը դա միակ փրկությունն է։ Եվ այսօր Տերը իմ սրտից դրել է հենց ձեզ համար, ովքեր որ ստեղ չեք, հիվանդանոցներում եք, նույնիսկ տանը չեք։ Կարող է տուն են ուղարկել արդեն քեզ, ասել են գնա, որտեղ էլ հույս չկա, բայց ես ուզում եմ իմ ձեռքերս բարձրացնեմ։ Ես տեսել եմ այդպիսի հիվանդներ ոնց են բուժվել։ Մենք ենք անցել մեր ընտանիքով այս 2 տարվա մեջ այդ փորձությունով եւ Աստված բժշկել է։ Իմ կնոջը այստեղ քույրեր կան, որ բժշկվել են։ Ես չեմ ասում ենք մերժել ենք ավանդական բժշկությունը, բայց ինչքան այդ ավանդական բժշկությունով անցած մարդիկ կան, որ այսօր չկան։ Ես ուզում եմ ասեմ, որ այս աղոթքը գալու է քո սենյակ։ Եթե դու փոքր երեխա ես, ես ուզում եմ, որ մի փոքր ծմեր պապիկի հեքիաթից են կողմ նայես երկինք Հիսուսին։ Եվ ես իմ ձեռքերս բարձրացնում եմ Հիսուսի անունով։ Բոլոր այն երեխաների, բոլոր այն կանանց, տղամարդկանց հիվանդությունների վրա։ Ես Հիսուսի անունով բարձրացնում եմ աղոթքս եւ ասում եմ ձեռքը դիր քո վրա։ Ձեռքը դիր քո երեխայի վրա։ Որտեղ որ հիմա գտնվում ես։ Հիսուսի համար հեռավորություն չկա։ Չկան բաժանող կիլոմետրեր։ Հիսուս հասանելի է։ Ամենքի Հիսուս ներկա է։ Այնտեղ որտեղ որ դու պարկած ես։ Ես աղոթում եմ որ Տիրոջ ներկայության լցվի այդ սենյակը։ Դու զգաս նրա մեծ սերը։ Նրա բժշկարար սերը։ Ես աղոթում եմ որ լցվի քո սենյակը։ Եվ նա քեզ գրկի։ Եվ դու զգաս նրա ջերմ գիրկը։ Եվ ես բժշկություն եմ խոսում քո արյան մեջ։ Հիմա որ դու ինձ նայում ես ուղիղ եթերով։ Ու փոքրիկ երեխա, Հիսուսը քեզ սիրում է հիմա։ Ես ազատագրություն եմ խոսում այդ հիվանդությունից քո կյանքում, եւ ես քանդում եմ այդ հիվանդության շղթաները։ Արմենն ես, Արսենն ես, Արթուրն ես։ Ես չգիտեմ, աղջիկ ես թե տղա ես, բայց ես գիտեմ, որ Հիսուսը քեզ բժշկում է։ Հիսուսը քեզ բժշկում է։ Կարինեն ես, Անահիտն ես։ Հիսուսը քեզ բժշկում է։ Ես խոսում եմ Տերոս Հիսուսի Քարոզ, Տեր Հիսուսի անունով, որ Տիրոջ բժշկարար զորությունը հիմա իջ շնորհը վրա։ Եվ ես քանդում եմ այդ քաղցկեղի կապակները քո կյանքից։ Ես խոսում բժշկություն։ Որ դու գնաս հետազոտության, բժիշկները չհայտնաբերեն քո մարմնի մեջ ոչ մի քաղցկեղածին
բացի ուռուցք։ Հիսուսի անունով բոլոր այդ կանանց ու տղամարդկանց հիվանդությունների վրա են բարձրացնում իմ ձեռքերս օնկոլոգիական եւ ես խոսում եմ դուրս շփվի Հիսուսի անունով քաղցկեր այդ կանանց ու այդ տղամարդկանց մարմիններից եւ մենք այստեղ միապանվել ենք Հիսուսի անունով եւ բերում ենք քեզ Հիսուսի վերքերի մեջ եւ ավետարան ասում է 2-3 հոգի իմանալով ինչ բանի համար որ միապանվել պիտի լինի եւ մենք այստեղ այս դահլիճում 2-3 հոգուց ավել ենք միապանվել քո համար աղոթելու որ քո հիվանդությունը հիմա բժշկվի ու դու ասա ես ընդունում եմ ես համաձայն եմ եւ ես խոսում եմ բժշկություն ու ազատագրություն քո մարմնի մեջ Հիսուսի անունով Հիսուսի անունով զորությամբ մենք դուրս ենք գալիս այդ քաղցկերի դեմ այդ ուռուցքների դեմ մենք խոսում ենք որտեղ որ նրանք գտնում են որ հիմա անետանանում ոչինչ չանան Հիսուսի անունով այժմ թող ներարկման հիվանդանոցում պառկած երեխաների համար եմ աղոթում քո պալատի մեջ լույս է խոսում քո վրա քո մարմնի քո արյան մեջ Հիսուսի արյան զորությունն եմ խոսում նրա բժշկար գնար սորավոր ուժ եմ խոսում որ իջնի հիմա քո վրա եւ ես խոսում եմ որ դու բժշկվես հիմա գաղեցի մինչև ոտքի տակ գրակ եմ խոսում Հիսուսի սուրբ ու բժշկար դրակը որ կա եւ այդ ջերմությունը իջնի քո վրա եւ մաքրի քեզ մահը եւ մահվան վճիռը քանդում ենք Հիսուսի անունով Եմ ես խոսում որ Տիրոջ բժշկար զորությունը հիմա կա բոլոր տներում, հիվանդանոցներում, հիվանդասենյակներում, երեխաների, կանանց, տղամարդկանց եւ բժշկվեն ու ազատագրվեն։ Մենք քանդում ենք այդ հիվանդության շատաներու կապանքները եւ վերջապես մենք քանդված հիմա Հիսուսի անունով եւ երկրում հավատա շատ խոսքերով չի որ դու պետք է բժշկվես։ Հիմա դու արդեն բժշկված ես։ Եվ ասա, ես բժշկված եմ։ Ու ամեն օր քո հայացքը դեպի երկինք ուղղի ասա, Հիսուս, դու խոստացել ես։ Քո մնով ինչ որ խնդրեմ պիտի լինի, եւ մենք Հիսուս քո անունով ենք խնդրում այս երեխաների համար։ Այս երեխաների համար, այս կանանց ու տղամարդկանց համար, այս աղջիկների ու տղաների համար։ Հիսուս, այսօր շատ Աստծո ծառա կոչված մարդիկ մոռացել են թե ինչի համար են իրանք կանչվել քո թագավորության մեջ։ Այսօր շատերն իրենց պաշտոնի կռիվն են տանում, պայքար են, բայց մենք այսօր եկել խոնարհվում ենք քո ոտերի տակ եւ աղոթում ենք որ այդ երեխեքին բժշկես։ Կախելին, քույրերին, բոլոր նրանց ովքեր որ անդամալույց են իրանք շարժածայլակներից բացացրա Հիսուս Թաքես ծափահարել բարձր Տիրոջը որը միջով մենք է հիմա շարժասայլակից վերակերում ես չգիտեմ դու որտեղ ես Հայաստանում ես թե Ռուսաստանում ես բայց ես քեզ ասում եմ վեր կաց քայլի ու դու դաս ես դառնում չորքով կայես Թաքես դեր Jesus Դերս աղոթում եմ որ ամեն հիվանդությունները որոնք մարմնի վրա արտահայտված են պսորիաս, ուռուցք եւ ամեն տեսակի հիվանդություններ ու ցավեր Հիսուսի անունով ես խոսում եմ նահանջ դուրս բոլոր այդ բաներից ես աղոթում եմ որ հիմա Տեր Հիսուսի զորավորումով ձեռքեր, որոնք որ չեն շարժվում շարժվեն։ Ես աղոթում եմ որ ամեն դիվային ուժերը դուրս շքվեն ու հեռանան։ Կախվածության ամեն օրեցքները, ծխախոտից, ալկոհոլից, թմրադեղերից։ Հիսուսի անունով ես աղոթում եմ որ նրանց համար քեզ ուղղի թերունով են քո բժշկությունը թող իջնի աչքերը փակի կարող ես ծնկի ձեռքերդ վեր բարձրացրա էլ որտեղից պիտի հուսաս ծնկի նա է քո փրկիչը նա է համայն մարդկության բժիշկը
Բացատիչի կոր հիվանդության անտան։ Ես բոլոր հիվանդությունները բերում Հիսուսի վերքերի տակ։ Եվ եթե դու գնայես այս բժշկության աղոթքը նույնիսկ 10 տարի հետո եւ նա դու բժշկվելու ես, որտեղ Հիսուսն ունի երեք այսօր եւ հավատալ։ Փառքես Տեր, փառքես Տեր, հալելույա։ Ո Սուրբ Ոգի, փառքես, շարունակիր մաքրել, շարունակիր բժշկել, Տեր, բոլոր հիվանդություններն ու ցավերը վերար։ Հիվանդանոցներում պարկած, նրանք ովքեր որ հիմա օնլայն նայում են, ովքեր որ արձագանքել են այս ծառայությանը, մենք վաղներ ենք անելու երեկոյան 6:30, երկուշաբթի, չորեքշաբթի, մինչև նոր տարի, ամեն երկուշաբթի և չորեքշաբթի 6:30 և ամեն կիրակի ժամը 14:30 մենք անելու ենք այս բժշկության աղոթքը, բոլոր նրանց համար ովքեր այստեղ չեն։ Եվ ես հավատում եմ հիվանդանոցները պիտի դատարկվեն, որտեղ Տերը ինձ հրամայել է ասել, աղոթես։ Ես ինձանից չեմ գոյնել, ես ժամերով օնլայն ինչ-որ ճառեր չեմ կարդում, ես ուղղակի բարձրացնում եմ իմ ձեռքերս քո հիվանդության վրա և ասում եմ բժշկված ես։ Սիոնով Ույս եթե դու Հայաստան չես, ույս եթե հայ չես, Հալելույա, ես դեպս մոտից ես դուքիս տրամ, իմեն Իսուս Քրիստա, վիսմին, ռանն Իսուս Քրիստա, իրատ կազնաշանավաս, իմեն Իսուս Քրիստա, здоровье и жизнь, исцеление, исцеление от всех болезней, онкологических, всяких болезней, которые излечены, неизлечимы. Имя Иисуса Христа! Имя Иисуса Христа! Ты исцеляйтесь, ты вынай свое исцеление, вынай свое освобождение. Имя Иисуса Христа! Я разрушаю все темы болезни и проклятия! Именем Иисуса Христа! Скажи, я исцелен ранами Иисуса Христа! Ранами Иисуса Христа! Все мои болезни исцелены! Я освобожден от цепей тяжести! Именем Иисуса Христа! Я разрушаю все проклятия! Все цепи болезни! Всякие вещи! Всякие болезни! Вон! Вон из народа Божия! Вон! И все, кто сейчас поднимает свои глаза в небеса и принимает исцеление и призывает имя Иисуса. Аллилуйя! Артур Героче! Глаза! Есть! Божешкоцы! Don't
աղոթքների համար։ Սիրելի եղբայրներ, ես հիմա մի բան եմ ասում, հայտարարեմ, ամեն։ Ուրեմն, ես Facebook-ով մի երեխայի եմ տեսել Արտյոմ Սարդարյան անունով։ Գիտեք, անկեղծ ասած, ես շատ աղեղել, որ մենակ աղոթել եմ այսպես երեխեքի համար, բայց այս երեխու պատմությունը ինձ մի քիչ շատ ավելի խորը հուզեց։ Եվ գիտեք, երբ որ այս աղոթքի, այս ծառայությունը ուղղակի ուղիղ եթերով Սուրբ Հոգին իմ մեջ արթնացրեց, ոչ թե սպասենք, եկեք, դահլիճ, եկեք, չէ։ Կարևոր չի, մենք հավատում ենք Հիսուսյանը, հիշում եք այն հարուրապետի ծառան, այն հեթանոս կնոջ երեխան, որ ասեց խոսքով ասա կրուժվի և մարդիկ գնացին ժամը, տեսան, որ այդ ժամին, հիմա այդ ժամին հարյուր և հազարավոր երեխաներ ու մարդիկ են բուժվում։ Այս երեխան ուրեմն հիվանդ է մի հիվանդությամբ, որ եթե սխալ կասեմ, թող ներեն, Ձյուշենայ է այդ հիվանդության անունը, բայց մեր Հիսուսի անունը ավելի մեծ է։ Այս երեխայի հիվանդությունը բուժելու համար $3 միլիոն փող է պետք։ 3 միլիոն, որ այս երեխան այդ դևորայք ընդունի ու ապրի, որտեղ այս երեխեքը տենց ընթացքում այդ իրանց մկանները կամած շարքից դուրս է գալի, գիտեք, որ սիրտն էլ է մկան, ստամոքսն էլ է մկան, և այդ բոլորը քայքայում է սրանց։ Հիմա այդ $3 միլիոն այս հիվանդության դեղը կա։ Ես նաև ովքեր օրինակ ուղիղ եթերով եմ նայում։ Մենք ամեն մեկս մեր փոքրիկ զոհաբերությունը արել ենք այս երեխայի համար, ընդամենը 174 ռուբլի, դա մոտավորապես 1000 դրամ փող անում։ Եթե մարդիկ այս երեխայի հաշվեհամարին ուղարկեն, դու կարող եք Արտյոմ Արայիկ Սարդարյան, իր հոր անունն է, Facebook-ով հավաքեք, շատ է բերում Արայիկ Սարդարյան և Արտյոմ Սարդարյան, դե հաշվեհամարներ կան, դու կարող եք այդ հաշվեհամարով ուղարկեք ձեր գումարը, ովքեր որ եթերով են նայում, այսօր մարդիկ միլիոններ են ծախսում, որ ինչ-որ անբարիշտ գործողություններ անեն, եսի մեզ անեն, բայց կոնկրետ այս երեխեն կարիք ունի $3 միլիոն, մեր տիրոջ համար $3 միլիոն չէ։ Ես աղոթում եմ, թող այդ $3 միլիոն գնա այդ երեխու հաշվեհամարին, ու պետք է չլինի այդ $3 միլիոն, և ես խոսում եմ Հիսուսի վերքերի բժշկությունը իր ապարում մեջ։ Բայց եթե դուք սիրտ կունենաք, և Տերը ձեր սրտին կդնի, չեք զլանա, չեք ալարի, ես այդ երեխեն եմ։ Ես չգիտեմ, բարձր կարամ։ К сожалению, вы бы отдали 174 рубля за чью-то жизнь. Я бы отдал. Но, к сожалению, мою жизнь оценили в 267 миллионов рублей. Если каждый, кто смотрит это видео, кто узнал мою историю, готов помочь этой суммой, то я буду жить, и я вылечусь. Ընդհանրապես 174 рублей. Сегодня мы обращаемся к городу Волгограду, ко всем жителям Волгоградской области. Пожалуйста, помогите нам спасти сына. Сумма лечения 267 миллионов рублей. Нам очень нужна помощь. Помощь каждого из вас. Любой ваш репост – это шанс на жизнь нашему сыну. Կարող մտնեք իմ մեջ, կիսվեք, չգիտեմ, բայց կարող ենք այս երեխայի համար էլ մեր փոքրիկ նվերներ ամեն մեկը դուք ձեզ համար այս հաշվեհամարին ուղարկեք, կամ էլ կարող եք կիսվեք ձեր էջում ինչ-որ մեկը միանա այդ միլիոնոց բանակին։ Արտության կամուրջ եկեղեցին քեզ համար աղոթում է, օրհնյալ փոքրիկ երեխա։ Եվ մենք հավատում ենք, որ Հիսուսի վերքերով և Հիսուսի զորավոր խաչի բժշկությամբ դու կբժշկվես ու կքայլես ու Տիրոջ փառքի հաղթանակի վկայությունը կրնես ամբողջ աշխարհում մեկ։ Թող Տերը շարժի շատ հարուստ մարդկանց սրտերը և
վստահ եմ, որ այդ փողը մեկի կյանքի համար տալը մեծ բան չի։ Բայց ես ուզում եմ ասեմ, որ սիրելի Արտյոմ, քո կյանքը այդ 260 միլիոնը չի, քո կյանքը Հիսուսի արյամբ գնված է, և դու Հիսուսի վերքերով բժշկված ես։ Մենք Երևանից միանում ենք և ես հորդորում եմ բոլոր աշխարհի քրիստոնյա եկեղեցիներին, հայկական, ռուսական, որ միանան այս բարեգործական դրամահավաքին և այս երեխայի կյանքի փրկության համար շատ արագ այդ գումարը պետք է, որտեղ օրեցօր այդ երեխաների կյանքը ավելի բարդանում է։ Եվ մենք հավատում ենք Տերս, որ քո ողորմությունը կանես նաև այս երեխայի համար, եւ մենք աղոթում ենք Արտյոմի բժշկության համար, նրա հիվանդությունը բերելով քո ձեռքերի մեջ եւ կամդելով այդ հիվանդության շղթաները, եւ մենք խոսում ենք, որ քո բժշկարար զորությունը իջնի այդ երեխայի վրա։ Ես գիտեմ, որ շատերը մտածում են, որ այդպես բաներ շատ են անում Facebook-ով դրամահավաքային համար, բայց ես վստահ ասում, որ ես այդ տարբերակը չի, որտեղ ստուգած է և ճշտած է և շատ աշխարհում շատ մարդիկ այս ընթացքին ասել։ Տեր օրհնի, կամ ծափարենք Տիրոջը։